Հաղթանակի համար 1 միավոր, պարտության դեպքում 0, իսկ չներկայանալու պարագայում գրանցվում է 3-0 հաշիվը։ Վերջին տարբերակը բացառվում է։ Դպրոցականների 6-րդ Սպարտակիադայի ծրագրով աղջիկների առաջնությանը մասնակցում են Ստեփանակերտի եւ բոլոր շրջանների հավաքական թիմերը։ Մրցապայքարը 1998 թվականին ծնված եւ փոքր տարիքի աղջիկների միջև է։ Ուրախալի է, քանի որ երեխաները արդեն ձգտումները ավելի շատանում են։ Մեզ էլ պետք է, որ մեր երեխան սպորտով պարապի, մեր երեխան առողջ լինի, մենք էլ կունենանք ուրեմն առողջ սերունդ, ամենից կարևորը։ Այդ է հիմնական նպատակն է մեր մրցումները։ Եթե նախորդ տարիներին դպրոցականների միջև վոլեյբոլ մարզաձևից բացահայտ ֆավորիտ ունեինք, ապա այսօր հաղթողի տիտղոսին հավակնում են բոլորը, նկատում են կազմակերպիչները։ Ստեփանակերտ-Շուշի հանդիպումը սակայն խոշոր առավելությամբ է ընթանում։ Արդյունքում երկու խաղափուլում մայրաքաղաքի թիմը հաղթել է 25-10 հաշվով։ Առաջի օրն էլ ունեցանք հաջողություն, թվում է երևի կհաղթենք, հաղթող կճանաչվենք, երեխաները ված չեն պատրաստված, ուրեմն հիմնականում խաղում են այն երեխաները, որոնք պարապվում են մարզադպրոցում, մարզադպրոցի սաներ են եւ ավելի բարձր մակարդակ ունեն։ Իդեպ Ստեփանակերտի դպրոցականները առաջին անգամ չեն հաջողությամբ մեկնարկում։ Նրանք բազմիցս են նվաճել առաջին պատվավոր մրցանակը, անգամ Հայաստանի Հանրապետության դպրոցականների առաջնության չեմպիոն հռչակվել։ Գաղտնիքը մեկն է՝ մարզվել ու թիմային խաղ ցուցադրել։ Հաջորդ խաղը վաղն է եւ կարծում եմ նորից էլի թիմի շնորհիվ, նորից թիմային ուժի շնորհիվ նորից կհաղթենք։ Մարզական միջոցառումները նոր հասցեում են կազմակերպվում։ Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցի շենքն այս իմաստով ամենահարմար վայրն է։ Նորակառույցի մարզադահլիճը լայն հնարավորություններ ունի ինչպես վոլեյբոլի, այնպես էլ բասկետբոլի մրցումներ կազմակերպելու համար։ Մենք էլ ուրախ ենք, որ 6-րդ Սպարտակիադան մեկնարկել է այստեղ վոլեյբոլի գծով։ Այսօր անցնում է աղջիկների առաջնությունը։ Պայմանը, ինչպես տեսնում եք, հիանալի է։ Մնում է պատրաստված սպորտսմեններ եւ գերազանց իրենց մրցումները անցկացնեն, իսկ ընդհանրապես ըստ մասնագետների եւ վոլեյբոլի եւ բասկետբոլի համար այս սպորտ դահլիճը ամենահիանալի ոչ թե քաղաքի, այլ հանրապետության ամենահիանալի դահլիճն է։ Խաղային առաջին օրը տեղի են ունեցել նաեւ Հադրութ Մարտունի եւ Քաշաթաղ Մարտակերտ հանդիպումները։ Աղջիկների մրցապայքարը շարունակվելու է մինչեւ փետրվարի 6-ը, որից հետո արդեն տղաներն են փորձելու իրենց ուժերը։ Հաղթող թիմը մասնակցելու է Հայաստանի դպրոցականների մարզախաղերին։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։